Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս եւ բարի գալուստ Սուրճ ու սեր առավոտից ծրագրի ուրբաթ օրվա թողարկումը աշխատանքային շաբաթը ամփոփում ենք միասին։ Այո, ուրբաթ է հուլիսի 17-ը, ուրախանալ արեթուն ենք, որովհետև առջևում է ուիկենդը, հանգստյան օրերը։ Այո, հանգստյան օրերն են առջևում, ինչի արդիվ ել ավելի ջերմ ու դրական տրամադրությամբ ենք այսօր ձեզ բարի լույս մաղթում։ Մենք եթերում ենք նաև on-line հաճախականությամբ մեր Facebook-յան էջում եւ կայքում armradio.am։ Հուլիսի 17-ի ուրբաթ օրի առավոտը ձեզ հետ կանցկացնեն Վեգա Անդրեասյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Բարի լույս, միացեք մեզ, մենք սկսում ենք ժպիտներով, սուրճով եւ լավ տրամադրությամբ։ Gelir baraktu Hanina nina nina Hanina yesudu Yarugumunim bulanu Hanina nina nina Hanina varayet Zarget mahçam torget bu Hanina nina nina Hanina yesudu Eres karmiri aç geftu Hanina nina nina Hanina varayet Hanina nina nina Hanina nina Սուրճ ու սեր առավոտից։ 9:34 սիրով ենք ասում բարի լույս բոլորին, ովքեր օրը սկսել են հանրային ռադիոյի հետ։ Բարի լույս եւ ուրախ ենք, որ միացել եք մեզ, ուրախ ենք, որ ունենք Էդիկ Բաբուջանի նման հավատարիմ եւ օպերատիվ ռադիոլսողներ, որոնք արդեն հասցրել են մեզ բարի լույս մաղթել։ Բարի լույս լույսեր գրում է Էդիկ Բաբուջանը։ Յուրի Մարկարյանը նույնպես մեզ արդեն մեկնաբանություն է գրել։ Տիգրան ջան, բարի լույս ժպտերես Վեգա, շնորհակալ եմ։ Բարի լույս Հայաց, կրկին ուզում եմ շնորհակալ լինել ձեզ աշխատանքային ժամը միասին սկսելու համար, անխափան եթերներ ձեզ, Հայաստան աշխարհում է լավ լուրերի պակաս չունենանք, ապրեք լավ տրամադրության համար։ Դուք էլ ապրեք, ինչ լավ է, էմոջիներ ստացել ենք այսօր, ունենք էմոջիներ։ Առանձին էմոջիներ դեռ չունենք, իհարկե մեկնաբանությունները ուղեկցված են էմոջիներով, սրտիկներով, խորհուրդ եմ տալիս սուրճով։ այսօր ձեր միտքը եւ սերը մեզ փոխանցել էմոջիների միջոցով, թե ինչու, կասենք քիչ անց։ Մենք էլ կփորձենք այսպես ասած վերցանել եւ հասկանալ թե ինչ է գրել, այո, ռեբուս էինք ասում այդ ռեբուս։ 17-ն է հուլիսի օրը ուրբաթ, ամառային ուրբաթօրյա առավոտ եւ ինչպես միշտ բացում ենք անհրաժեշտ տեղեկատվությամբ մեր թղթապանակ ասեմ, թե պաշար ասեմ, սկսում ենք եղանակից։
Տեսնենք, թե ինչ եղանակ են կանխատեսում օդերևութաբաններն այսօր։ Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատես անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ։ Քամին այս անգամ հյուսիսարևմտի է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում էլ քամու ուժգնացում է սպասվում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ, այո, օդի ջերմաստիճանը կնվազի, այո, դեռ մի 2-3 աստիճան։ Երեկվանից խոստացել եմ, որ կիջնի 3-ից 5 աստիճանով։ Գնանք մայրաքաղաքի հատված եւ տեսնենք ինչ են կանխատեսել։ Ահա, այսօր նույնպես առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ, բայց ամսի 19-ից արդեն կիրակի օրվանից սկսած տեղումները կդադարեն եւ 19-ին ու 20-ին առանց տեղումների եղանակ է սպասվում։ Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կբարձրանա մինչև 34 աստիճան, գիշերն էլ մինչև 28 աստիճան կլինի։ Այս պահին էլ Երևանում 24 աստիճան տաքություն է։ Տեղափոխվենք ավտոճանապարհներ, հանրապետության մեզ տեղեկացնում են, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները անցանելի են, ինչ վերաբերում է Ստեփանցմինդալարս ավտոճանապարհին, ապա այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ունենք իրազեկում Երևանի քաղաքապետարանից։ Տիգրան Պետրոսյան փողոցում, ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանը, միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք հուլիսի 17-ին ժամը 21-ից նշված հատվածներում ավտոմեքենա չկայանալ։ Տեսնենք, թե որ հատվածներն են դրանք, տեսնենք արդյոք մանրամասնում է քաղաքապետարանը։ Չէ, հենց Տիգրան Պետրոսյան փողոցի մասին է ընդհանուր առմամբ, այսօր երեկոյան ժամը 9-ից Տիգրան Պետրոսյան փողոցում խնդրում ենք մեքենա չկայանել երեկոյան ժամը 9-ից հետո։ Ինչ վերաբերում է մայրաքաղաքի ավտոճանապարհներին, ապա այս պահին ոչ թե կարմիր է, այլ դեղին 6 բալ է խցանումային նիշը, դա նշանակում է բավականին թեթև է այս ժամի համար, սովորաբար 7 կամ 8 բալ է լինում, եւ ես հիմա շատ ուշադիր նաեւ զննում եմ ճանապարհային քարտեզը Yandex-ի Երևանյան եւ կարծես թե չեմ շտապում ասել թու, բայց ավտովթար չունենք այս պայդրությամբ, սա եզակի դեպք է։ Երկու հանգամանքի մասին կցանկանան նաեւ խոսել, դարձել խոսքս փոխանցելով մեր վարորդներին, երբ լուսացույցը կանաչում է։ Ինչու միանգամից տեղից չեք շարժվում, սիրելի վարորդներ։ Ես նկատել եմ, որ մոտարապես 10-ից 15 վայրկյան է անցնում։ Ես կարծում եմ պատճառն այն է, որ վարորդները այդ նույնիսկ մի քանի վայրկյանը միանգամից օգտագործում են հեռախոսի մեջ մտնելու համար եւ ուշադրությունը շեղում են եւ մինչեւ ազդանշաններ չեն լինում, որ նայ լուսացույցի եւ տեսնոր արդեն կանաչ է, նրանք կարծես է տեղից չեն շարժվում։ Նույնիսկ ես վարորդ չլինելով նկատել եմ, որ այո, մի քանի վայրկյան անցնում է մինչեւ 10 վայրկյան միջև այդ մեքենան տեղի արչեվի մեքենան տեղից շարժվում է։ Այո, ես նույնպես դա նկատել եմ։ Եվս մեկ հանգամանքի մասին կցանկանայի խոսել, արչեվի տարածության մասին։ Սիրելի վարորդներ, մոտարապես 1.5-ից 2 մետր պետք է լինի հեռավորությունը արչեվի հատվածի մեքենայից։ Ինչու եք թողնում այդ հեռավորությունը 2-3 մեքենայի չափով։ Արդյունքում խցանումը ել ավելի է թեժանում եւ բնականաբար ազդանշանները, որպեսզի շարժվեն առաջ այդ շարասյունը մեքենաների, եւ տեսնում ես արչեվից 2-3 մեքենայի տարածք է, որ այդտեղ կարող է եւս մեկ մեքենա տեղավորվել, շատ հանգիստ։ Տիգրան, կարծում եմ քո խորհուրդները պիտի ֆիքսեմ եւ երբ վարորդ դառնամ, արդեն շատ ավելի պատրաստված կլինեմ, քան մինչև այսօր։ Տեղափոխվենք օդային տարածք, տեսնենք թե ինչ պատկեր է այստեղ։ Երկու ուշացում ունենք ժամանումների մասում, միներալների ոդի թռիչքները, որոնց վայրեջքը նախատեսված էր 11:10-ին, տեղի կունենան 14:20-ին, բավական ուշ։ Երկու վաղաժամ ժամանում ունենք 11:23-ի Դուբայի թռիչքի Դուբայի վայրեջքի փոխարեն այն տեղի կունենա 10:36, մնացածը կարծես թե ժամանակին են։ Եթե պետք է դիմավորեք ձեր հարազատներին Դուբայից եկող երկու չվերթներով, ապա շտապեք, նրանք վաղաժամ վայրեջք են ունենալու։ Մեկնումների դաշտ գնանք, տեսնենք այստեղ ինչ կա։ Երկու ուշացում ունենք, բնականաբար միներալների ոդի երկու չվերթները, որ պետք է մեկնեին ժամը 12-ին, կմեկնեն ժամը 15-ին։
Այսքանն է երևի թե Եվ բնականաբար տարադրամի փոխարժեքին նույնպես ծանոթացնեմ, հատկապես այն մարդկանց համար, որոնք պլանավորում են մեկնել կամ ֆինանսական գործարքներ ունեն այսօր։ Ամերիկյան դոլարն ըստ կենտրոնական բանկի այսօր արժե 366 դրամ 57 լումա, 420 դրամ է եվրոն, ռուսական ռուբլին 4.6 է, 139 դրամ 3 լումա է համարժեք վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը 494.98 է, դիրհամը 99 դրամ է 809 լումա եւ այո իրանական ռիալն էլ այսօր 0.02 է։ Սա էլ տարադրամի փոխարժեքը 0.026 0.026 այո։ Այո, պահպանում է իրանական ռեալը իր դիրքերը շուկայում, իսկ մենք շարժում ենք առաջ եւս մեկ անգամ բոլորին ասելով բարի լույս, լավ տրամադրություն բոլորիս, հուլիսի 17-ն է, օրը ուրբաթ։ Cause you got something special that makes me wanna taste you. I want it all day. All my ladies, listen up. If that boy ain't giving up, lick your lips and swing your hips, girl. What you got, do with that dessert? I got one less problem without you. I got one less problem without you. I got one. That's how you know you Focus, fire gun. can't keep my hands to myself. Focus, fire gun. All we need is somebody to lean on. Pop it, lock it, poke it, got it, country father, hip hop, put your arm in the sky, move side to side, jump to the left, stick it out right. Whole crew got the truth, came the truth. You understand my life is easy when I ain't around you. Overtime on your body. What you want to shine for? Never neglect you. I mean, who am I to hold your best against you? I just talk that. Trying to get in the door. I'ma go where they all could go. 9:44 մենք շարունակում ենք սիրով աշխատել ձեզ համար հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Մենք ուղիղ եթերում ենք ինչպես FM հաճախականությամբ բոլոր մարզերում, այնպես էլ մեր կայքում armradio.am եւ Facebook-յան էջում, որտեղ էլի մեկնաբանություններ ունենք Տիգրան։ Կան մարդիկ, որ հետևել են քո կոչին եւ մեզ բազմաթիվ էմոջիներ են ուղարկել սրտիկների, կրակների եւ սուրճի տեսքով, ինչպես Տիկին Ամալիա Ղազարյանը, Վարդգեր Գևորգյանը գրել է թե ողջնված ու բարի օր լինի բոլորի սիրելի հաղորդավարներ, Զվարթ Բարսումյանն է մեզ միացել եւ բարի լույս է մաղթում բազմաթիվ ստիկերներով, ինչպես կոչ է իրարել Ստյոպ Վարդանյանը, նույնպես բարի լույս է մաղթում եւ կարծում եմ ժամանակն է թերթելու օրացույցը եւ հասկանալու թե ինչու է իր հատկապես այսօր խորհուրդ տալիս շատ էմոջիներ դնել մեզ։ Այո, այսօր էմոջի համաշխարհային օրն է։ Մաղթենք միմյանց ստանալ միայն սրտիկի տեսքով էմոջիներ, այլ ոչ ուրիշ։ Այո։ Կամ չէ։ Հատկապես մեր էմոջիներ, օրերում, որ տարբեր աշխարհի տեսակի։ ամենատարօրինակ էմոջիները ստեղծվել են, իդեպ հետաքրքիր է, որ այդ էմոջիներից շատերը ստեղծվում են հենց օգտատերերի պահանջով, քանի որ նրանք սկսում են այլ էմոջիներ, այլ
ուղղվածությամբ օգտագործել։ Հաղորդման վերջում մենք անդրադառնանք էմոջիների պատմությանը, նաև հետաքրքիր փաստեր կներկայացնենք դες համար, իսկ միջև շարունակենք ներկայացնել հուլիսի 17-ի օրվա օրացույցը։ Սկսենք միջազգային օրերից եւ տոներից, այսօր միջազգային արդարադատության համաշխարհային օրն է։ 1998-ի այսօրն է ընդունվել միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը։ Փաստաթղթով հիմնադրվել է միջազգային քրեական դատարանը, որը կոչված է քրեական արդարադատություն իրականացնել միջազգային ամբողջ հանրության մտահոգությունը հարուցող առավել ծանր հանցագործությունների համար պատասխանատու ֆիզիկական անձանց նկատմամբ։ Ահա, տեսնենք թե ինչ միջազգային օրեր են այսօր նշվում։ Դիսնեյլենդի ծննդյան օրն է այսօր, եւ սա իհարկե պատահական չէ, իրադարձություններին անդրադառնալիս կհասկանանք թե ինչու։ Քեզ համար ամենավառ հերոսը Դիսնեյլենդի ո՞րն է։ Այսպես որ հիշում ես դեռ մանկության տարիներից։ Երևի ամեն դեպքում Միկին, որովհետև երբ ասում ենք Դիսնեյ, առաջինը որ մտքից գալիս է, դա այո, Միկին է։ Հետո նոր Դոնալդ Դակը եւ մնացած այլ հերոսները, չնայած բոլորն էլ գունեղ եւ հետ կեն թողել մեր մանկական հիշողության մեջ։ Չնայած իրականում երբ ավելի մեծ տարիքում ես նայում, հասկանում ես, որ Դիսնեյի հերոսներից շատերը ունեն տարօրինակություններ։ Օրինակ նկատել ես, որ բոլոր գլխավոր հերոսուհիները չունեն մայրիկ։ Այո, կայք։ Բոլոր արքայադասրերը զրկված են մայրիկից։ Չգիտեմ, Walt Disney-ը ինչ ցավ է ունեցել ներքին կամ գուցե նրա պատմության հետ կապ ունի ինչ որ կերպ որ այսպես է ստեղծել, բայց այո, հիմնականում հենց այսպես է։ Իսկ եթե իրավական տեսանկյունից ես նայում, ապա հերոսները մեկը մյուսի հանդեպ ոչ այնքան բարյացկամ են տրամադրված։ Այո։ Բռնության կոչեր կան նույնիսկ որոշ տեսարաններում։ Ինչևէ, սա կես լուրջ տեղափոխվենք ազգային օրացույց եւ տեսնենք նահանգներում ինչ կա չկա։ Ազգային վիճակախաղի օրն է այսօր, նշում Միացյալ Նահանգները։ Դե սա նորմալ է, իսկ ահա խնդրեմ դեղին խոզերի ազգային օրը մի փոքր անհասկանալի է։ Դաջվածքների ազգային օրն է նաև Միացյալ Նահանգներում։ Նաև դեղցի պաղպաղակի ազգային օրը նշում ամերիկացիները։ Պաղպաղակ ուտելու համար կարծում եմ կատարյալ եղանակ է։ Հիմա դեղցի պաղպաղակ վստահ չեմ որ փորձել եմ, բայց երևի համեղ կլինի։ Տեսնենք թե այլ երկրներում ինչ հետաքրքիր օրեր կան այսօր։ Ռուսաստանում նվերներ տալու օրն է այսօր փաստորեն։ Նաև ազգագրագետի օր են նշում ռուսները։ Ֆինլանդիայում ժողովրդավարության օր են նշում։ Սլովակիայում էլ անկախության հռչակման օրն է։ Տեսնենք թե ինչ հետաքրքիր դեպքերով է նշանավորվել հուլիսի 17-ը պատմության տարբեր թվականներին։ Մարզական լուր ունենք 1976-ի այսօրը Մոնրեալում սկսվում են 21-րդ օլիմպիական խաղերը։ Ինչպես խոստացել էի, Դիսնեյլենդի օրը պատահական չէ, որ հենց այսօր է նշվում։ Կալիֆոռնիայում բացվում է Դիսնեյլենդը 1955-ին, եթե չեմ սխալվում, Անահեյմ քաղաքում է Կալիֆոռնիայում։ Անահեյմում է, այնտեղ բացվում է Դիսնեյլենդը, գիտենք, որ հիմա այս զվարճանքի կենտրոնը կա նաև աշխարհի այլ երկրներում, օրինակ Փարիզում, այո։ Հենց Ճապոնիայում, եթե չեմ սխալվում, այո։ Կա, իդեպ Ճապոնիայից է հաջորդ իրադարձությունը 1868-ին Ճապոնիայի մայրաքաղաքը Կիոտոից տեղափոխվել է Տոկիո։ Ահա։ Տիեզերքի ուսումնասիրության հետ կապված մի հետաքրքիր բան է տեղի ունեցել դեռ մեր թվարկությունից առաջ 709 թվականին չինացի Չուֆուն առաջին անգամ նկարագրում է արևի ամբողջական խավարում։ Երևի թե չլիներ Չուֆուն, մենք չէինք իմանա արևը ինչպես է խավարում։ Իդեպ կարծես թե առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվում է ամբողջական խավարում։ Նման մի լուր կարդացել եմ, եթե ավելի հստակ կարողանամ գտնել, անպայման մեր ռադիո լսողներին նույնպես կպատմենք։ Շնորհավոր ենք օրվա բոլոր հոբելարներին, այսօր նաև իր ծննդյան օրն է նշում հայտնի ջազ դաշնակահար կոմպոզիտոր Տիգրան Համասյանը։ Շնորհավորում ենք եւ նրա ծննդյան տարեթիվն է 1987-ը։ Ահա, երկաթեթի կինը Գերմանիայի 8-րդ կանցլեր Անգելա Մերկելը 1954 թվականի այսօրն է ծնվել փաստորեն։ Հայ բանաստեղծ Ազատ Վշտունին է ծնվել այսօրը 1894-ին։ Ռոմանտիզմի շրջանի ամենահայտնի բնանկարիչներից մեկը, որը իմպրեսիոնիստների վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել, Ժան-Բատիստ Կամիլ Կորոն ծնվել է 1796 թվականի այսօրը։ Եվս մեկ անգամ շնորհավոր ենք բոլորին եւ իհարկե շարունակենք մեր ընթացքը հանրայինի առավոտյան եթերում։ Sungar Areva ամբերից տունգար ու մաքրեր քաղաքնին նոր սերգար Երանի սարերից հով գար ու անուշ քամու հետ զով գար
Սեր ապրեր քաղաքն ու իմ տունը նոր գարուն գար Երևան վեր Ամեն օր բոլորին դու բերսեր Լցրու փողոցներդ երկու խաղով Ամենագեղեցիկ ծիծաղով Երևան վեր Ամեն ուր ամենին դու դուրսեր Լցրու քո բակերը երկու խաղով Արևոտ գեղեցիկ ծիծաղով Երանի ամպերի զունգար Ամենայեմ տարից տունգար Ու լցվեր քաղաքնին Նորման կանչիչով Երանի խաղաղություն գար Հայ ծաղկեր փունջ տար Ու ապրեր քաղաքնին Նոր սիրո կանչով Երևան վեր Ամեն օր բոլորին դու բերսեր Լցրու փողոցներդ երկու խաղով Ամենագեղեցիկ ծիծաղով Երևան վեր Ամեն ուր ամենին դու դուրսեր Լցրու քո բակերը երկու խաղով Արևոտ գեղեցիկ ծիծաղով Երևան վեր Ամեն օր բոլորին դու բերսեր Լցրու փողոցներդ երկու խաղով Ամենագեղեցիկ ծիծաղով Իմ Երևան վեր Ամեն օր ամենին դու դուրսեր Լցրու քո բակերը երկու խաղով Արևոտ գեղեցիկ ծիծաղով Իմ Երևան վեր Սուրճ ու սեր առավոտից Իննանցե 53 կրկին ասում ենք բարի լույս բոլորին Բարի լույս 553702 այն հեռախոսահամարն է, որով եթերաժամի ամբողջ ընթացքում կարող եք զանգահարել կապ հաստատել մեզ հետ րոպեներ անց մենք կդիմավորենք եւ տաղավարում կողջունենք ռադիոլուրի մեր գործընկերներին, իսկ մինչեւ այդ շարունակենք պատմական հետաքրքիր փաստեր ներկայացնել այս անգամ արդեն Դիսնեյլենդի մասին։ Այո, ինչպես նշեցինք, այսօր Դիսնեյլենդի ծննդյան օրն է եւ առաջին Դիսնեյլենդը բացվել է 1955-ի այսօրը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում։ Այն նախագծվել եւ կառուցվել է անձամբ Walt Disney-ի ղեկավարությամբ։ Իսկ այսօր արդեն ինչպես նշեցինք, շատ երկրներում կան, նահանգներում 2 Դիսնեյլենդ կա, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Չինաստանում 2-ը կա, մեկը Հոնկոնգում, մյուսը այո, Շանհայում կա։ Այո։ Խոսենք քնած գեղեցկու ամրոցի մասին, այն Անահայմի Դիսնեյլենդում ընդամենը մոտ 23 մետր բարձրություն ունի, բայց հատուկ ճարտարապետական հնարքների շնորհիվ շատ ավելի բարձր է թվում։ Բոլորը մուլտֆիլմերի ժամանակ նաև ֆիլմերում հավանաբար այն մեծ աշտարակի պատկերը հիշում են, խոսքը քնած գեղեցկու ամրոցի մասին է։ Ինչպես արդեն նշեցի, կարծես թե Դիսնեյի հիմնական սիմվոլը համարվում է Միկի Մաուսը եւ պատահական չէ, որ հենց այս կերպարի բազմաթիվ պատկերներ թաքնված են զբոսայգու ամենատարբեր հատվածներում։ Դրանք կազմված են 3 շրջաններից եւ այցելուները սիրում են դրանք փնտրել։ Ովքեր եղել են այդ հրաշք աշխարհում Դիսնեյլենդում, ապա նաև տեսել են իրական գնացքը, որը շրջանառվում
շրջում է Disneyland-ի շուրջ, այն շրջում է ամբողջ այգու շուրջ եւ գործում է գրեթե բացման օրվանից։ Այնտեղ բնականաբար կան նաև այսպես կոչված սարսափի սենյակներ, Haunted Mansion, ուրվականներով լցված առանձնատուն, եթե բառացի թարգմանենք, եւ այս ատրակցիոնում ավելի քան 900 այսպես ասած ուրվական է օգտագործվում տարբեր հատուկ էֆեկտների միջոցով, ստեղծելով կախարդական եւ շատ վախենալու մթնոլորտ։ Ես չեմ սիրում վախենալու սենյակներ իրականում, բայց արի ու տես, որ խոչընդոտներ են նաև, խնդիրներ են առաջացել, հենց բացման օրը ասֆալտը դեռ չէր կարծրացել եւ բարձրակրում կոշիկները խրվում էին։ Դրա մեջ որոշ ատրակցիոններ չէին աշխատում, իսկ մարդկանց թիվը սպասվածից շատ ավելի մեծ էր։ Տեսնես, ով է իրականացրել շինարարական աշխատանքները։ Իդեպ Տիգրան, մի հետաքրքիր բան սեփական փորձից ասեմ, ես երբ այս քաղաքում էի, բախտավիճակվել հենց այս քաղաքում լինել, բայց Disneyland չգնացի, քանի որ այդ շրջանում կարճ ժամանակով էի այնտեղ, իսկ Disneyland-ի ամենավատ կողմերից մեկը, որի մասին չեն խոսում, դա սարսափելի հերթերն են։ Մեկ օրվա ընթացքում դու լավագույն դեպքում կարող ես նստել 2 ատրակցիոն, որովհետև ժամեր շարունակ պիտի հերթ կանգնես, կամ կարող ես ձեռք բերել առանց հերթի տոմս եւ գնալ կանգնել առանց հերթի տոմս գնաց մարդկանց եւ էլի միևնույն է հերթը։ Իդեպ նահանգներում այդ թեմատիկ այգիները առանձնանում են հենց այդ մեծ հերթերով, նաև ոչ մատչելի տոմսերի արժեքներով, նույնը կարող եմ ասել Universal այգու մասին։ Այո, այնտեղ եւս նույն իրավիճակն է։ Շատ թանկ տոմսեր։ Բայց կա նաև լավ բաներ, բնականաբար բազմաթիվ, ամեն օր այգում հազարավոր ծաղիկներ են խնամվում, իսկ այգեպանների թիմը մշտապես փոխում է ծաղկային ձևավորումները ըստ սեզոնի։ Ինչու չտեսնել այս հրաշք այգին, եթե կա հնարավորություն, իսկ մենք այս ամենով բնականաբար եւս մեկ անգամ հիշեցինք մեր մանկության տարիները, այն մուլտֆիլմները, որ մենք դիտում էինք։ Շարունակեք լսել մեզ, առջևում լուրերի թողարկումն է, մեր գործընկեր Մարլենա Հովսեփյանը կմիանա մեզ ուղիղ ժամը 10-ին։ Սուրճ հուսեր առավոտից։ Մեզ միացավ Մարլենա Հովսեփյանը եւ մինչ լուրերին անդրադառնալ ունենք 2 րոպե, բարի լույս Մարլենա։ Բարի լույս։ Մարլենա Disneyland-ից եւ արևմտյան կինոաշխարհից էինք առհասարակ խոսում, եթե չեմ սխալվում, հետաքրքիր լուր կա նաեւ այս թեմայով, չէ՞։ Այո, ես ժամը 9-ի թողարկմանը խոստացա, որ ունկնդիրներին առավել մանրամասն կպատմենք մեր հետագա թողարկումներում Հոմերոսի ոդիսական էպոսի հիման վրա ստեղծվող Ոդիսևս միջազգային հեռուստասերիալի նկարահանումների մի հատվածը տեղի ունենալու Հայաստանում, նաեւ Հունաստանում, դրա մասին հայտնում է Deadline-ը, նախագիծը իրականացնում են Աթենքում գործող Tanweer Production ընկերությունը, ամերիկյան Tectonic պրոդյուսերական ընկերությունը եւ Միացյալ Նահանգներում գործունեություն ծավալող USA TV հայկական հեռուստա ընկերությունը։ Նախագծի հեղինակները պատմությունը ներկայացնում են որպես Հոմերոսի հայտնի էպոսի նոր եւ առավել իրատեսական մեկնաբանություն, նաեւ լրատվամիջոցը հայտնում է, որ նկարահանումների մեկնարկը կտրվի հաջորդ տարեսկզբին, սերիալի ռեժիսորն է Ռոել Ռեյնեն, որը նախկինում աշխատել է մի շարք առանցքային նախագծերի վրա, գործադիր պրոդյուսերների թվում են USA TV ներկայացուցիչ Վահագն Սարգսյանը։ Շնորհակալ ենք լուրի համար։ Քեզ բարի եթեր, եթերը քոնն է։ Հայաստանում ժամը 10-ն է։
Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, նախ ներկայացնենք առանցքային տեղեկատվություն, որը առանձնացրել ենք պաշտոնական լրահոսից։ Հայաստան Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում 3 քննարկվել են սահմանների համալիր կառավարման հիմնախնդիրները։ Հայաստան Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքները քննարկելու նպատակով ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի ազգային անվտանգության անվտանգության խորհրդի գրասենյակի, ներքին գործերի, արտաքին գործերի նախարարությունների եւ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների, նաեւ միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Մասնակիցներին ներկայացվել է ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառվող պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության եւ գործողությունների ծրագրի նախագծի ընթացքի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն։ Մասնակիցները ընդգծել են նախագծի կարեւորությունը եւ այն հնարավորինս շուտ հաստատելու անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի պետքարտուղար Ունա Բաքլիի հետ։ Զրուցակիցները բարձր են գնահատել բազմակողմ հարթակների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի եւ Իռլանդիայի միջև առկա համագործակցությունը, կարեւորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության հետագա ընդլայնումը։ Աբիսողոմոնյանը եւ Բաքլին քննարկել են Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության COP17 համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել Հայաստանի եւ Իռլանդիայի, այդ թվում որպես Եվրամիության նախագահողի միջև համագործակցության հնարավորությունը։ Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում էլ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեր Լակրուայի հետ։ Քննարկվել են Հայաստանի եւ ՄԱԿ-ի միջև խաղաղապահության եւ խաղաղաշինության ոլորտներում համագործակցությանը առնչվող հարցեր, տեղեկացնում են արտգործնախարարությունից։ Երեք Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ։ Դեսպան Ներսիսյանը տիկին Ռենո Բասոյին է փոխանցել Հայաստանի կառավարության հրավերը մասնակցելու Երևանում կայանալիք կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նիստին։ Եթերում ռադիո լուրն է, երկու լուր հայտնենք միջազգային լրահոսից։ Միացյալ Նահանգների զինված ուժերը երեկոյան նոր հարվածներ են հասցրել Իրանի տարածքում օբյեկտներին, հայտնել է Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը։ Ամերիկյան կողմի փոխանցմամբ հարվածները շարունակվում են 6-րդ գիշերն անընդմեջ եւ նպատակ ունեն ավելի թույլատնելու Իրանի ռազմական կարողությունները։ Իրանական Press TV-ն էլ հայտնում է, որ հարվածների տակ են հայտնվել նաեւ քաղաքացիական օբյեկտներ։ Ըստ հեռուստաընկերության թիրախավորվել են Հորմազդանի նահանգի 3 կամուրջներ, Բանդար Աբասի բնակելի թաղամասը, Քիշ կղզու էլեկտրական ենթակայանը, ինչպես նաեւ Բանդար Աբասի եւ Իրան Շահրի օդանավակայանների մերձակայքը։ Իրանական լրատվամիջոցները նաեւ պայթյունների մասին են հայտնել Բուշերում, որտեղ գտնվում է երկրի միակ քաղաքացիական ատոմակայանը։ Ի պատասխան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ երկրի բանակի հետ համատեղ հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Անօդաչուների թիրախում են եղել ծոցի միանգամից մի քանի երկրներ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկոյան ներքաղաքական բովանդակությամբ ուղերձով դիմել է Ամերիկայի ժողովրդին։ 25 րոպե տևած ուղերձի առանցքում Միացյալ Նահանգների ընտրությունների անվտանգությունն է եղել եւ այդ ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը նոյեմբերին կայանալիք կոնգրեսի ընտրություններին ընդառաջ։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է փաստաթղթեր գաղտնազերծել, որոնք ցույց են տալիս, թե 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնցում Թրամփը պարտվեց Ջո Բայդենին, Չինաստանը գաղտնի կերպով ընտրողների 220 միլիոն ֆայլ է ձեռք բերել, որտեղ անուններ, հասցեներ եւ այլ տվյալներ են եղել։ Թրամփն իր ելույթում պնդել է, թե Բայդենի հաղթանակը կեղծված է եղել։ Տեղեկացնենք նաեւ, որ ըստ Միացյալ Նահանգների հետախուզության գաղտնազերծած 2021 թվականի զեկույցի ապացույցներ չկան, որ որևէ օտարերկրյա սուբյեկտ փորձել է կամ կարողացել է փոփոխել 2020 թվականի նախագահական ընտրությունների ընթացքը։
Եվ վերջում մեկ լուր, որն առնչվում է մարզաշխարհին կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Փյունիկը 3 Երևանում կայացած հանդիպմանը 1-0 հաշվով հաղթանակ է տարել Մալթայի փոխչեմպիոն Մարսաշլոկի նկատմամբ։ Այսպիսով դուրս գալով հաջորդ փուլ կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում հանդես կգա նաև Ալաշկերտը, որը 3 հյուրընկալվել էր ղազախական Էլիմային։ Պատասխան հանդիպման հիմնական ժամանակը ավարտվել է ոչ ոքի 1-1 հաշվով։ Ալաշկերտը հաղթելով հետ խաղային 11 մետրանոց հարվածը եւս դուրս է եկել հաջորդ փուլ։ Եթերում ռադիո լուրներ, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանը, կհետևենք իրադարձությունների զարգացմանը եւ ամեն ժամագլխի կներկայացնենք թարմ տեղեկատվություն, մնացեք հանրայինի հետ։ Սուրճ ու սեր առավոտից։ You can wait for winds to sail. You can sit too scared to fail. But when all is slipping down, all I need is here and now. With my head's in a mess and I don't know why. Need a sweet hideaway with a perfect sky. There's a fix for it all on an endless drive. Yeah, I'm cruising down the 405. Yeah, I'm cruising down the 405. Yeah, I'm cruising down the 405. Be my grace to catch my fall. Be my space to heal it all. Open roads and starry skies. Bring me back to love for life. With my head's in a mess and I don't know why. Need a sweet hideaway with a perfect sky. There's a fix for it all on an endless drive. Yeah, I'm cruising down the 405. With my head's in a mess and I don't know why. Need a sweet hideaway with a perfect sky. There's a fix for it all on an endless drive. Yeah, I'm cruising down the 405. With my head's in a mess and I don't know why. Need a sweet hideaway with a perfect sky. There's a fix for it all on an endless drive. Yeah, I'm cruising down the 405. Սուրճ ու սեր առավոտից։ 19 րոպե մենք վերադարձանք հանրայինի ուղիղ եթեր եւ կրկին ասում ենք բարի լույս բոլորին։ Բարի լույս, եթերում շարունակում են աշխատել Տիգրան Հարությունյանն ու Վեգա Անդրեասյանը, մենք ուղիղ եթերում ենք նաև մեր Facebook-յան էջում եւ կայքում, ինչպես նաև 553702 հեռախոսահամարը ունենք, որով կարող եք մեզ զանգահարել։ Կարող եք զանգահարել նաև մեր հյուրերին, եթե կունենաք հարցեր, իսկ շուտով նրանք կլինեն մեր տաղավարում։ Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, այս ամառը փառատոներով, ֆեստերով լի է եւ հերթական գեղեցիկ փառատոնը կազմակերպում է վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հուլիսի 25-ին Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում։ Եղեգիս ֆեստը բնապահպանական, մշակութային եւ զբոսաշրջային եզակի նախաձեռնություն է, որի նպատակն է Եղեգիս համայնքը դիրքավորել որպես էկոտուրիզմի առաջատար ուղղություն, արժևորել հայկական մեղրը որպես մրցունակ զբոսաշրջային պրոդուկտ եւ տարածել
մեծացել մարդու ու վայրի բնության համակեցության ներդաշնակությունը։ Փառատոնը իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ եւ հանդիսանում է Հայաստանի ազգային հանրային միջոցառումը COP17-ին ընդառաջ։ Ավելի մանրամասն փառատոնի մասին կխոսենք մի փոքր վայրկյաններ, այսինքն արդեն անց Եղեգիս ֆեստի համակարգող Լիլիթ Խաչատուրյանի եւ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծրագրի համակարգող Նարինե Կարապետյանի հետ։ Այնպես որ մնացեք մեզ հետ, վայելեք եւս մեկ երաժշտական կատարում, հետո արդեն կողջունենք մեր հյուրերին։ What's up? Come pull up in my spot. Let's keep the night glowing. I don't ever wanna stop. I'll never leave this floor. I'ma need a blow. Sky is turning blue. Let it clear the slow. Lip stain on the rim. Face is about to blow. Sinking in my teeth. I bite on it. The station with the best music. Best music. I love the music. Լավագույն հիթերով ենք ինչպես միշտ առավոտ անցկացնում 10:14 շարժում ենք առաջ եւ ինչպես արդեն վեգան նշեց քիչ առաջ այս պայն ակնկալում ենք մանրամասներ Եղեգիս ֆեստի մասին ֆեստի համակարգող Լիլիթ Խաչատրյանին ենք ողջունում բարի լույս ողջույններ եւ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծրագրի համակարգող Նարինե Կարապետյանին եւս ասում ենք բարի լույս ողջույն բարի լույս բարի գալուստ մեր տաղավար մեր ավանդական հարցից սկսենք ինչպես եք սկսում առավոտները սովորաբար Վերջի մեկ շաբաթը առանց սուրճ Ինչու՞։ Որտեղ ժամանակի այսպես ասած արդեն մեծ բանի մեջ ենք, խտության մեջ ենք ու շատ ավելի շատ մեր տրամադրություն ու առօրյան պատտվում է փառատոնի շուրջ։ Ցավոք մենք այդ սուրճի ժամանակը այլևս չունենք մինչև ամսի 25-ը։ Իմանայինք սուրճ կպատրաստեինք ձեզ համար, որ գոնե եթերի ընթացքում վայելեիք, բայց դե ոչինչ, մյուս անգամ վստահ ենք դեռ առիթներ կլինեն ձեզ հյուրընկալելու։ Ինչ փառատոն է Եղեգիս ֆեստը։ Իհարկե մենք մի քանի բառով արդեն մեր ռադիոլսողների
ունկնդիրներին հասցրինք ներկայացնել, բայց ավելի մանրամասն ինչպես է գաղափարը առաջացել, այո։ Եղեգիս ֆեստը այս պահին մենք իրան փաթեթավորել ենք մեղրի շուրջ, որովհետև կոչվում է Եղեգիս ֆեստ, Վայոց ձորի մեղրի փառատոն, բայց ինքը շատ ավելի խորը իմաստ ունի իր մեջ, որովհետև ինքը նաև շատ մեծ բնապահպանական կոմպոնենտ ունի։ Բնապահպանական կոմպոնենտն էլ գալիս է նրանով, որ փառատոնը մի ծրագրի մաս է, որը հիմնադրամը արդեն մի քանի տարի իրականացնում է։ Ինչ ծրագրի։ Ծրագիրը կոչվում է Մեղմելով կլիմայի փոփոխության պայմանավորված մարդ-վայրի կենթանի աղնացող կոնֆլիկտը Հայաստանում եւ այդ ծրագրի շուրջ էլ հենց կազմակերպվում է տվյալ միջոցառումը, հա, տվյալ դեպքում փառատոնը։ Նպատակը գիտեք որն է, որ մենք ժամանցի միջոցով նաև փոքրիկ, այսպես ասած, կրթական կաթիլներ, հա, մեղրի կաթիլներ սերմանենք, որովհետեւ մենք նաև հասկանում ենք, որ ժամանցը կարա լինի կրթությամբ եւ կարա կրթությունը լինի ժամանցի միջոցով եւ մարդիկ չձանձրանան ու մարդիկ ավելի շատ բան վերցնեն, քան այսպես ասած հենց քառակուսի ու նաև հստակ կրթությունն է տալիս։ Ինչու Եղեգիս, մենք իհարկե այստեղ տեսանք, որ փառատոնը փորձելու է դիրքավորել այս համայնքը որպես հենց մեղրի հետ կապված համայնք եւ տուրիստական վայր, բայց ինչպես ընտրվեց եւ նաեւ մի փոքր ավելի մանրամասն ինչ է ներառելու փառատոնը։ Ծրագիրը, քանի որ տեղի ունենում Եղեգիսում, Եղեգիսը խոշորացված համայնքն է, որը իր մեջ ներառում է 13 գյուղ։ Մենք վերցրել ենք հորսը, որտեղ այսպես ասած մեղրի արտադրությունը, մեղրի տնտեսությունը հորսում շատ ավելի զարգացած է։ Ինքը դասական փառատոն կարելի ասել այդպեսին լինելու, բայց տարբերվում է կրթական կոմպոնենտներով, որտեղ օրվա կտրվածքով բացի այն որ տաղավարներ են լինելու, դուք կարող եք ազատ մոտենալ տեղացիներին, իդեպ պետք է նշել, որ հենց տեղացիներն են, հենց համայնքն է, հա, ներգրաված ամբողջ փառատոնի կոմպոնենտում, դուք կշրջեք, կշփվեք, կհյուրասիրվեք, ինչ որ բաներ կգնեք, բացի այդ նաև ունենք workshop-եր, որոնք լինելու են բնապահպանական։ Մի հասարակական կազմակերպություն կպատմի, թե ինչպես եղինջից ստանալ մանրաթել, մյուսը թափոններից ինչպես նորաձևության վերածել, մյուսը կպատմի այնտեղ մարդ-արջ կոնֆլիկտի մասին ու շատ sense տարբեր ժամային, այսպես ասած, գրաֆիկներով ինտերակտիվ հանդիպումներ լինելու, որտեղ ստեղ նաև կարևոր է, որ մարդիկ բացի լսելուց իրանք էլ ներգրաված լինեն, դրա համար մենք նաև ունենք խաղեր, որ թիմային խաղեր կլինեն ու արդեն ըստ ժամանցի միջոցով մարդիկ էլի կկրթվեն։ Դա որ հատվածն է նախատեսված, որպեսզի ավելի պատկերավոր լինի ռադիոլսողների համար Երևանից ուր են գալիս։ Ուրեմն նայեք, պատմես դու։ Երևանից մեկնում են Վայոց ձոր, Վայոց ձորյան հորս բնակավայր, այնտեղ էլ հենց իրականացվում է փառատոնը։ Դա կենտրոնական հատվածն է հորսի։ Այո, դա կենտրոնական հատվածն է հորսի, որտեղ հենց տեղի է ունենալու ամբողջ փառատոնը։ Տաղավարները այնտեղ են շուրջ ունենալու ենք 40 տաղավար, 40-ից ավել տաղավար, որտեղ ներկայացվելու են եւ մեղր եւ այլ տեսակի ապրանքներ, զարդեր, գյուղական բարիկներ, նման տեսակի ապրանքներ, ծառայություններ, տուրիզմի հետ կա առնչվող ծառայություններ։ Մեկնարկը որ ժամից է եւ ժամը 11:30 է սկսվում, բայց ի դեպ մենք նաեւ ունենք անվճար երթևեկության հնարավորություն, որը ժամը 7-ին արդեն այստեղից շարժվելու է հրապարակից, կխնդրենք որպեսզի փառատոնի էջ մարդիկ, այո, փառատոնի էջում դա գրանցումով է տեղի ունենալու, որպեսզի մենք էլ կարողանանք համակարգենք, շարժվելու է ժամը 11:30 սկսվում է, այնտեղ լինելու են համերգներ, միջոցառումներ, ժամանցի մասին կցանկանա եւս ավելի մանրամասն։ Այո, workshop-եր ունենալու ենք նաև վարպետության դասեր, որը արդեն ոչ միայն հորսում է լինելու, այլ խոշորացած համայնքում հյուրերը հնարավորություն են ունենալու գնան մարդկանց տներ, իրանց հետ պատրաստեն լավաշ, արիշտա, գաթա ու այդ ամեն ինչը միասին համտեսեն ու այսպես ասած դա էլ լինի իրանց փորձառությունը։ Իսկ համերգային մասը բացի այն որ համայնքի մարդիկ են ներգրաված, այնտեղ երգիչներն են, այնտեղ բարի համույթներն են, մենք ստեղից ներգրավել ենք եւ հրավիրել ենք Արսեն Սաֆարյան, Արտուր Սաֆարյան եղբայրներին, իրանք ժամը 4:30 ելույթ կունենան եւ նաեւ շարունակությունը կլինի Լավելի խումբը։ Այո, սպասում ենք բոլորին։ Տեղաբնակները պատրաստ են ընդունել հյուրերին իրենց
օջախներում։ Տեղաբնակների մասին միան եկեք դրականը ասենք, որովհետև եթե մենք հիմա ասեն շատ ողջևորված ենք խոսում ու մեզ համար բացարձակ բնավ խնդիր չի, որ մենք սուրճից մեզ զրկել ենք, վստահեցնում ենք, որ տեղացիները շատ ավելի մոտիվացված են ու տեղացիները կարելի ասել գրեթե 24 ժամյա մեր հետ շփման, այո, մեջ են ու իրանք շատ ավելին են պատրաստ տալիս փառատոնին, որովհետև սա նայեք ինչքան փառատոն, ինչքան կրթություն, ինչքան ժամանց, բայց սա նաև մեծ տոն է, որովհետև սա նաև համախմբում է ոչ միայն գյուղը, այլ նաև Հայաստանը, որովհետև այս փառատոնին նպատակն է եւ Երևանից, եւ Արարատի մարզից, եւ Սյունիքից, եւ մյուս մարզերից մարդիկ ներգրավեն եւ ինչու ոչ նաև զբոսաշրջիկներ, ովքեր գալիս են Հայաստանը բացահայտելու։ Կարծես թե հենց դա էլ դրված էր փառատոնի առանցքում, որ համայնքը վերածել էկոտուրիզմի կենտրոնի, նաև ցույց տալ մեղրը որպես բավական մրցունակ պրոդուկտ, զբոսաշրջային պրոդուկտ, հետաքրքիր է այս առումով առաջին անգամ է նախ փառատոնը անցկացվում այս տարածքում։ Այս տարածքում այո, ու առհասարակ այս փառատոնը առաջի անգամ է, բայց եկեք նաև չասենք, որ մեղրի փառատոն երբեք Հայաստանում տեղի չի ունեցել, չէ եղել է ուղղակի ոչ այս մարզում, ու բայց այս մարզն էլ շատ հարուստ է հենց իր մեղրով ու դրա մասին նաև այսպես ասած քիչ են, հա, խոսում։ Դրա համար նպատակներից մեկը սա էր, հետո մենք առհասարակ զբոսաշրջիկին միշտ ներկայացնում ենք Հայաստան, բայց մենք նաև մոռանում ենք ասել, որ մեղրը նաև մեր բրենդն է, մեր տեղական այն քաղցրությունն է, այն համովությունն է, որ ցանկացած զբոսաշրջիկ եւ երբ ինքը փորձում է, ինքը ուղակի որ 7-րդ համն է բացահայտում իր համար։ Այս առումով հիմնադրամը հետաքրքիր է, որքանով է առանցքային առհասարակ Հայաստանում էկոտուրիզմը զարգացնելը եւ նաեւ համայնքները։ Իրականում մեծ ներդրում ունի հիմնադրամը եւ տարիների փորձ աշխատանք հենց բնապահպանության ուղղությամբ այդ ոլորտում, այդ թվում նաեւ այս ծրագրի շրջանակներում, որը արդեն իսկ 3-րդ տարին է նախատեսվում է եւ այս սիրուն գեղեցիկ եւ հաճելի միջավայրը ստեղծելով մեղրի փառատոնով, հա, կփորձենք նաեւ ծրագիրը ամփոփել։ Բացի այդ, այսպես ասեմ, բնահեն լուծումների է կիրառում մեղմելու, այսպես ասած, մարդ-արջ կոնֆլիկտը, հա, եւ նպաստել համայնքի, ոչ միայն համայնքի, այլ նաեւ մարզի, հա, ներդաշնակ եւ համաչափ զարգացմանը։ Իսկ այս դեպքում մարդ առհասարակ հա մարդ վայրի բնություն համակեցությունը որքանով է Հայաստանում, այս դեպքում այս համայնքում ստացված արդյոք շատ անելիք կա անելու։ Անելիքներ միշտ կան, խնդիրները միշտ լինում են, պարզապես պետք է ուշադիր լինել եւ աշխատել։ Այս դասընթացները ճիշտ եմ հասկանում, որ օրինակ հենց այդ մասով ավելի շատ ուղղված են հենց տեղի բնակիչներին, համայնքի բնակիչներին, թե ոչ միայն տեղի բնակիչներին, գիտեք, ինչի, որովհետև նայեք, ողա սենց մի բան ասեմ, մի քիչ շատ ռոմանտիկ հնչի, բայց բնապահպանությունը պետք է ապրելակերպ հա դարձնել։ Շատ հաճախ ես ինքս, ասենք, սխալներ եմ թույլ տալիս, որ հետո գիտակցում ես, ասես, բայց չէ, ես ինչ որ մի բան այն չեմ անում, ու իրականում մենք մարդիկս այդ ցիկլի մեջ ամենադաժանն ենք, ամենաչգիտակցվածն ենք, որովհետև բնությունը իր համար ներդաշնակ ապրում է, ու մենք տենց գնում ենք սկսում ենք ինչ-որ բան բզբզալ։ Եթե փորձենք հանրագումարի բերել փառատոնի նպատակային հատվածը, ապա առաջին տեղում դա զբոսաշրջության խթանումն է, զբոսաշրջություն, բնապահպանություն, կրթական բաղադրիչ նաև, կրթություն եւ համայնքի ներգրավվածություն, այսպես ասած, այս բոլոր կոմպոնենտներն, որտեղ շատ կարեւոր է, որպեսզի համայնքը ինքը ցանկություն ունենա եւ զբոսաշրջությամբ զբաղվելու եւ բնապահպանության գիտելիքներ ձեռք բերելու։ Համայնք եկեք մենակ հորսը կամ եղեգիսը չառանձնացնենք։ Համայնք կարելի է նաև Հայաստանը առանձնացնել, որովհետև իսկապես բնապահպանությունը միայն մի տեղով պայմանավորված չի։ Եթե մենք խնդիր ունենք, դա արդեն ամբողջ Հայաստանը խնդիր ունի։ Եթե մենք ինչ-որ մի ձեռքբերում ունենք, դա արդեն ամբողջ Հայաստանինն է, բայց այս փառատոնի նպատակն է, այո, կրթություն, բնապահպանություն, զբոսաշրջություն եւ համայնք։ Այդ ցիկլը։ Նաև ես կասեի փոքր բիզնեսի եւ անհատ ձեռներեցների գործունեությունը խթանելու եւս մի տարբերակ է։ Որովհետեւ սա շատ լավ հնարավորություն է ու այսպես ասած հենց մենք ինչ ենք նաև նրանց ներգրավել եւ նաև խնդրել ենք որպեսզի բոլորը մասնակցեն, որտեւ եկեք անկեղծ խոսենք, նաև վախ կար, նաև անվստահության ստեղ փոքրիկ կոմպոնենտ կա, որ մարդ գալիս է ու ուզում է իր հատվածում տարածքում փառատոն կազմակերպի եւ մենք իրանց ասենք որ սա պետք է ուղղակի նաև հնարավորություն
հնարավորություն դիտարկել, որովհետև մենք կոմերցիա, այսպես ասած, չենք ընկալում այս փառատոնից, տեղ ավելի խորն է, հա, այն։ Բայց տեղաբնակները կարող են վաճառել իրենց արտադրանքը, այո, հա, իհարկե։ Բացի դրանից, եթե չեմ սխալվում, նաև հետաքրքիր հետիոտնային եւ ջիպ տուրեր են լինելու, տեղի պատմամշակութային կոթողներն է հնարավոր լինելու բացահայտել։ Տեղացիներն են։ Մենք բոլորին համակարգել ենք ու տեղացիներն են զբաղվելու, որովհետև այդտեղ նաև գիտակցում ենք, որ տեղացիից լավ ինքը համայնք չի ներկայացնի, եւ սա շատ լավ հնարավորություն է նույնն էլ վարպետության դասերի մասով, որ իրանք կփորձեն կհասկանան իրանք արդյոք ուզում են լինեն զբոսաշրջության մեջ, թե ոչ։ Ու առհասարակ հայի տեսակը դու գիտեք, մենք հյուրասեր ենք ու շատ լավ կլինի, որ այս հյուրասիրությունը բերել մի դաշտ, որ իրանք այո կարողանան նաև գումար աշխատել այս ամենից։ Ոչ զբոսաշրջային պոտենցիալ է բացահայտելու այդ տարածաշրջանի, եթե հյուրերը ցանկանան գիշերել, այդ հնարավորությունը կա այնտեղ թե ոչ։ Այո, մենք հավաքագրել ենք նաև հյուրատները ու մենք կկիսվենք մի փոքր ուշ, այսինքն փառատոնից մի քանի օր առաջ ու կասենք, որ կան այս հնարավորությունը, նախ մենք փառատոնի տարածքում ունենալու ենք ինֆո կենտրոն, որտեղ նաև ամեն ինչը արդեն թռուցիկներով տեղեկացված կլինի, այո, մենք այդ ամեն ինչը նաև հավաքագրել ենք։ Եվ նայրն է մի փոքր շեղվելով փառատոնից, բացի Եղեգիս ֆեստից, այլ ինչ նախաձեռնություններ է այս տարի պլանավորված, որ արդեն իրականացրել է կամ իրականացվելու է թե ծրագրի շրջանակում, թե գուցե առհասարակ այլ նորություններ կան, որ կուզեք ներկայացնել։ Այս տարի նախատեսվում է կոփին, այսինքն փառատոնը կոփի 17-ին ընթരാճ է տեղի ունենալու, ահռելի մեծ նախաձեռնություն ենք նախատեսում այդ ուղղությամբ, նաև հոկտեմբերին մեծ անելիքներ կան։ Այնպես որ տարին հագեցած է լինելու, ոչ միայն այո, բնապահպանությամբ, ինչը կարծում եմ հրաշալի է եւ իդեպ եթե ընդհանուր ասենք այս առումով նշեց Լիլիթը իր խոսքում, որ մենք հաճախ ոչ այնքան գիտակցված ենք, եթե միայն դաժանության մասին նույնիսկ չխոսենք, միևնույնն է, շատ հաճախ անգիտակցաբար ենք սխալներ թույլ տալիս, ամեն դեպքում հաշվի առնելով թե հիմնադրամի արդեն երկար ժամանակվա գործունեությունը, թե այն, որ կրթական ծրագրերը գնալով ավելի շատանում են եւ թե պետական, թե մասնավոր, թե հասարակական կազմակերպությունների մակարդակով փորձեր արվում են ավելի գիտակից դարձնելու հանրությանը։ Արդյոք առաջընթաց ամեն դեպքում գոնե մի փոքր ունենք։ Այո, միանշանակ ունենք ու նաև փառատոնի կազմակերպչական ողջ ընթացքում դա էլ էր մոտիվացիա, որովհետև այս փառատոնը ոչ միայն փաստացի հիմնադրամն է իրականացնում, այլ նաև մեծ միացել են գործընկերներ, նաև հասարակական կազմակերպություններ, ովքեր մեծ հաճույքով գալիս են կիսվեն իրանց փորձով։ Ամբողջ փառատոնի ընթացքում ինքը շատ գիտակցված է լինելու, որովհետև մենք ոչ պլաստիկին, այսպես ասած, նախաձեռնություն ունենք դրա համար, ասենք ոչ մի պլաստիկ այդտեղ չի օգտագործվելու, աղբն ենք մենք տեսակավորելու, այդ ամեն ինչը ես հասկանում եմ, որ այսօր եթե մենք տեսնում ենք, մենք դրա արդյունքները մի քիչ ավելի ուշ կգրանցենք, բայց մենք եկեք ասենք, որ այո, մենք մեծ համայնք ունենք, ովքեր որ ստվերում են աշխատում, բայց ովքեր մեծ ոգևորությամբ ու մեծ պատասխանատվությամբ են մոտենում բնապահպանությանը։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ, կարծում եմ Եվս մեկ անգամ ռադիոլսողներին հիշեցնենք, ոչ թե վաղը, այլ հաջորդ շաբաթ, հուլիսի 25-ին Եղեգիս ֆեստի հրավիրենք, մանրամասներին կարող են ծանոթանալ Եղեգիս ֆեստ, եթե որոնեն Facebook-ում կգտնեն եւ Instagram-ում։ Այո, եւ Instagram-ում։ Սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք Եղեգիս ֆեստի համակարգող Լիլիթ Խաչատուրյանի եւ Վարի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծրագրի համակարգող Նարինե Կարապետյանի հետ։ Մեր հյուրերին մենք կխնդրենք լուսանկարվել միասին, դուք էլ այդ ընթացքում դադարավայել, հետո կվերադառնանք։
Սուրճ ու սեր առավոտից։ Where he rests, see where they made his bed. Take me there. I don't know what will happen. My old friend, storm inside the glass, yeah, it's what I am. You can't pull me down, no, 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 no. Stuck in my head, oh, I wanna go to Graceland, 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 Graceland. I wanna go to Graceland. I wanna go to Graceland. Stuck in my head, stuck in my head. Ooh, I wanna go to Graceland. I wanna go to Graceland, where he rests, see where they made his bed. Take me there. I don't know what will happen. My old friend, storm inside the glass, yeah, is what I am. Can't pull me down, no, 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 no. Stuck in my head, stuck in my head. You can't pull me down, no, 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 no. Stuck in my head, oh, I wanna go to Graceland. Սուրճ ու սեր առավոտից։ 19:33 շարունակվում է Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը հանրայինի ուղիղ եթերում։ Եվ մեր ռադիո լսողները շարունակում են մեզ ուղարկել մեկնաբանություններ ու էմոջիներ։ Օրինակ Լուսինե Գևորքյանը գրում է բարի լույս ձեզ խորհուրդս բոլորին մասնակցել լինել եղեգիսում եւ բարձրանալ նաեւ Սմբատաբերդ։ Եթե պլանավորում եք ֆեստին մասնակցել, ապա անպայման օգտվեք նաեւ Լուսինե Գևորքյանի խորհրդից եւ բարձրացեք։ Իսկ վերադառնալով էմոջիներին, ինչպես արդեն նշեցինք, այսօր փաստորեն նշվում է դրանց օրը։ Այո, առաջին ժամանակակից էմոջիները ստեղծվել են 1999-ին Շիգետակա Կուրիտայի կողմից Ճապոնիայում։ Նա ստեղծել էր ընդամենը 176 փոքրիկ պատկեր։ Հետաքրքիր մի բացահայտում, որը ինձ համարել էր իսկապես բացահայտում, փաստորեն էմոջի բառը ճապոներենից է ծագում եւ ընդհանրապես emotion, այսինքն զգացմունքներ բառի հետ կապ չունի, ինչպես շատերս, այդ թվում ես կարծում էի։ Ճապոներեն ըստ իերոգլիֆի նշանակում է նկար եւ moji նշան կամ տառ, այսինքն էմոջի նշանակում է պատկերային նշան ընդհանրապես։ Այսինքն դա հույզերի էմոցիայի հետ կապ չունեցող Բնավ, բառ է։ չնայած ես միշտ այդպես եմ կարծել։ Այո։ Ամեն
տարի հուլիսի 17-ին նշվում է էմոջիների համաշխարհային օրը եւ ամսաթիվը ընտրվել է, որովհետեւ օրացույցի էմոջին շատ հարթակներում ցույց էր տալիս հենց հուլիսի 17-ը։ Ահա, փաստորեն երկար տարիներ ամենաշատ օգտագործված էմոջին ամբողջ աշխարհում եղել է այն արցունքներով ծիծաղող կերպարիկը Face with Tears of Joy, ուրախության արցունքներով դեմք, այսպես ասած։ Դա ամենաշատ օգտագործող էմոջին, այո, փաստորեն։ Նոր էմոջիները իհարկե չի ստեղծում որևէ հեռախոսային ընկերություն, դրանք հաստատում է Unicode կոնսորցիում կազմակերպությունը, որը որոշում է, թե որ նոր խորհրդանիշերը կավելացվեն Unicode ստանդարտին։ Իմ ամենաչսիրելի բանը կապված էմոջիների հետ դա այն է, որ տարբեր սարքերում կարող է տարբեր տեսք ունենալ։ Օրինակ, սովորական ժպիտը Apple հեռախոսներում, Samsung հեռախոսներում կամ Google-ի սմարթֆոններում միանգամայն այլ պատկեր կարող է լինել, ինչը շատ զայրացնում է, որովհետև դու մեկ այլ պատկեր ես ուղարկում մարդիկ, այլ պատկերը։ Այսօր իհարկե շատ մարդկանց պատկերող էմոջիներ ունեն մաշկի տարբեր երանգների տարբերակները, որպեսզի օգտատերերը կարողանան ընտրել իրենց նախընտրած տարբերակը։ Ինչպես արդեն նշեցի, եթերաժամի առաջին հատվածում շատ էմոջիներ ստեղծվել են հենց պահանջարկից ելնելով։ Օրինակ, որոշ նոր էմոջիներ, ինչպիսին օրինակ այդ հալվող դեմքն է, որը հիմա շատ տարածված է, ստեղծվել են ինտերնետային մշակույթում տարածված զգացողություններն ավելի լավ արտահայտելու համար։ Բայց գործընթացը շարունակում է զարգանալ, ապրել ամեն տարի հազարավոր մարդիկ առաջարկում են նոր էմոջիների գաղափարներ, սակայն դրանցից միայն մի մասն է վերջապես ընդունվում։ Էմոջիներն այնքան շատ են, որ մեր օրերում նույնիսկ գոյություն ունի էմոջիպեդիա, էմոջիների նշանակությունները, պատմությունը եւ տարբեր հարթակներում դրանց տեսքը ներկայացնող առցանց տեղեկատում։ Տեսնես, ով այդքան հավես ունի մտնել եւ ընտրել այդ ընտրանուց որևէ մի էմոջի։ Առաջին 5 էմոջից որևէ մեկը վերցնում է ժպիտ ենք ուղարկում հիմնականում, չէ՞։ Չէ, ես փնտրում եմ, այնտեղ քանի որ կա փնտրելու հատված, փնտրում եմ ինչ-որ բան, ենթադրենք, չգիտեմ, եթե մեքենայի հետ կապված ինչ-որ բան է, գրում եմ այնտեղ car, մեքենա եւ հայտնվում է մեքենայի էմոջիների տեսակները, դրանցից մեկը սեղմում եւ ուղարկում եմ։ Այ, լավ բան ես ասում։ Էմոջիներն այսօր իհարկե զվարճանքի նկարներ չեն, միայն դրանք դարձել են մեր համաշխարհային թվային հաղորդակցության կարևոր մի մաս եւ օգնում են արագ փոխանցել մեր հույզերը, գաղափարներն ու վերաբերմունքը։ Եվ ասեմ ավելին, սրանք բացասական ազդեցություն նույնպես ունեն, շատերը այնքան են սովորել էմոջիներով խոսքին, որ երբ նամակի մեջ չկա էմոջի, կարծում ես թե քեզ կոպտում են կամ քեզ հետ կոպիտ խոսեցին, որովհետև համարժեք էմոջի չդրեցին։ Այդ էմոջին չլինի, ինչ կանենք մենք, որովհետև ասում են, ինչպես ես խոսում, եթե ասեմ, բա էմոջին չտեսար, որ ես կատակում եմ, ես ժպտում եմ։ Այսպիսի բաներ 10:37 շնորհավոր ենք բոլորին, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց էմոջիների, իրենց համացանցային հաղորդագրություններում։ Ես մենք շարունակենք ամենաշատ օգտագործված էմոջին, որը պարզապես հասարակ ժպիտը։ Secrecy, wish you would come say more to me. I want you.
my appetite. You knew that when you took that bite, that I was gonna fill you up, never gonna get enough. And now when you can't sleep at night, I got the same kind of craving. Call you when you finally cave in. 'Cause our bodies spill the secrets that we kept on our minds. Wanna know your every thought till there's nothing to hide. Your mind, love you for life. We just skipped a couple levels till we blurred every line. You never break my heart no matter how hard you try. 'Cause I love you for life, love you for life, love of my life. Տասնանցեք 40, մենք շարունակում ենք աշխատել սիրով ձեզ համար հանրային ռադիոյի ուղիղ եթերով։ Իդեպ շնորհակալ ենք նաև ձեր էմոջիների համար, մեզ տրամադրություն ապարգևող էմոջիների համար։ Ժամանակն է կարծում եմ նաև հասկանալու թե ինչ մշակութային եւ ժամանցային իրադարձություններ են տեղի ունեցել վերջին ժամերի ընթացքում, մինչ մենք եթերում չէինք եւ վստահաբար համաշխարհային աստղերից մեկը մեզ միշտ է զարմացնում այս առումով։ Չգիտեմ սա իրադարձություն է թե ոչ, բայց Ջենիֆեր Լոպեսը գիտեք Փարիզում է Բարսելոնայության շաբաթվա շրջանակներում նա նույնիսկ փորձել է իր գալիք ծննդյան օրը ավանսով նշել, թեև ասում են ծնունդը չի կարելի, հա, շուտ նշել եւ չի կարելի շուտ շնորհավորել, բայց իր վաղաժամ նշել է իր 57-ամյակը սիրելիների, այդ թվում նաեւ իր քրոջ Լինդայի հետ է նա։ Դե իսկ նորաձևության շաբաթը երկի աչքի է ընկել Ջենիֆերի նոր հանդերձանքով, նա Instagram-ում հրապարակում է արել հրաշք զգեստների մի ամբողջ կարուսել է տեղադրել նկարներով։ Դրանցից մեկը իդեպ ես շատ զեֆիրի եմ նմանացնում Տիգրան։ Հիշում ես այն սպիտակ զեֆիրները, որ վաճառվում են առանձին, մի տեսակ նմանացրի, բայց իհարկե Ջենիֆեր Լոպեսը այն աստղերից է, որոնց ցանկացած անգլեն ասում են outing, չէ՞, տանից դուրս գալ է, քննարկումների առարկա է, որովհետև նա միշտ աչքի է ընկել ոչ միայն իր տաղանդով, ճկունությամբ, այլ նաև տեսքով։ Իր կերպարով։ Այո, իդեպ հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսի ծննդյան օրը հուլիսի 24-ին է, այնպես որ դեռ սպասում է երկրպագուները դեռ պետք է շնորհավորեն, բայց մինչ այդ նա Instagram-յան իր գրառմամբ կիսվել է իր հագուստի բոլոր փոփոխությունների մանրամասն պատկերներով, դե բնական է, չեն կարող հիմա այդ ամենը պատմել, մտեք Ջենիֆերի Instagram-յան մեջ կտեսնեք։ Հաջորդ լուրը կապված երեքչու հետ, այստեղ չգիտեմ, նավս է թե ինչ է, նրա առանձնատունը կրկին չվաճառվեց, $50 միլիոն գնահատվել էր առանձնատունը, բայց կրկին չի կարողացել երեքչույն վաճառել իր շքեղ $50 միլիոն Beverly Hills-ի առանձնատունը, գործարքը չի իրականացել, քանի որ պոտենցիալ գնորդն արդեն վճարել էր զգալի կանխավճար։ Հրապարակման համաձայն տան նոր սեփականատերը պետք է լիներ հայտնի տեխնոլոգիական եւ ֆինանսական ձեռնարկատեր, սակայն անհայտ պատճառով նա հետ է կանգնել գործարքից եւ գործարքի խզման ճշգրիտ պատճառները դեռևս հայտնի չեն։ Եվս մեկ մշակութային փոշմանել է։ Այո։ Եվս մեկ մշակութային լուր, որից հետո անպայման կվայելենք երկչուհու կատարումը, հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Կասկադ համալիրի սկզբնամասում տեղի կունենա բացօթյա համերգ, նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին, այնպես որ սիմֆոնիկը բացօթյա վայելելու կարծում եմ լավ հնարավորություն է երեկոյան հուլիսի 21-ին։ Դե իսկ այս բանը լավ հնարավորություն է վայելելու նաև Ջենիֆեր Լոպեսի կատարումը։ Each one
Գեղեցկուհի շլացուցիչ Ջենիֆեր Լոպեսի կատարումներ մեր եթերում, որը վերադարձեց նաև ինչ որ առումով մանկություն, պատանեկություն, տարիներ, երբ այս երգը դեռ նոր էր եւ բոլորս վայելում էինք, եւ կարծես չի հնանում։ Այո։ Վերադառնանք մարզական լրահոսին, որովհետեւ մինչեւ ամսի 19 դեռ ամբողջ աշխարհը շնչելու է մարզական իրադարձություններով, այո, եւ դեռ կանխատեսումներ կան, եւ եզրափակչին ընթരാճ The Athletic-ը կազմել է աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստների տասնյակը։ Ես կսկսեմ 5-րդ հորիզոնականից, ցավոք այնտեղ չի հայտնվել Էրլինգ Հալանդը, Նորվեգիայի աստղը, որը այս ցուցակում 6-րդ հորիզոնականն է եւ շատ քիչ է մնացել, որ լավագույն հնգյակ մուտք գործի։ Ներողություն։ Հնգյակը բացում է Հարի Քեյնը Անգլիայից, 4-րդ հորիզոնականում Ջուդ Բելինգեմն է, Իսպանիայի Ռոդրին 3-րդ հորիզոնականում է, Կիլիան Մբապեն Ֆրանսիայի հավաքականի 2-րդ հորիզոնականում է եւ դե տասնյակը գլխավորում է գուշակիրով Լիոնել Մեսին իհարկե Արգենտինայից, Ռոնալդոն չկա, չէ, նա աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստների տասնյակում չկա։ Իդեպ Մեսին առաջինը չէ ոսկե գնդակի այս տարվա ֆավորիտների վարկանիշային ցուցակում, արդեն դե գիտեք, որ կան կանխատեսումներ, վարկանիշային ցուցակ կա եւ աշխարհի առաջնության կիսապ եզրափակչից հետո փոփոխվել է այս վարկանիշային ցուցակը, goal.com-ն է ներկայացրել եւ այսպիսով առաջատարը Անգլիայի հավաքականի եւ Գերմանիայի չեմպիոն Մունխենի Բավարիայի 32-ամյա հարձակվող Հարի Քեյնն է, Լիոնել Մեսին երկրորդ հորիզոնականում է, որը 8 գոլով եւ 4 գոլային փոխանցումներով աշխարհի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն հռչակվեց, ինչպես հիշում եք, երրորդ հորիզոնականում երիտասարդ Լամին Յամալն է Բարսելոնայից, 4-րդում Մայքլ Օլիսեն եւ 5-րդ հորիզոնականում էլ Կիլիան Մբապեն է։ Ֆուտբոլից տեղափոխվենք եւ մի փոքր տխուր լուր մարզական հայկական սպորտից Էլինա Ավանեսյանը ցավոք աշխարհի 224-րդ ռակետ հանդիսացող Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ռումինիայի Յաշ քաղաքում անցկացվող WTA 250 շարքի մրցաշարի 3-րդ շրջան։ Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 45-րդ ռակետ խորվատ Պետրա Մարչինկոյի հետ, որն առավելության հասավ 7-6 հաշվով։ Մրցախաղը տևել է 2 ժամ եւ 12 րոպե։ Երկրորդ շրջանում պարտություն կրեց նաեւ աշխարհի 118-րդ ռակետ ռուսաստանցի Ալինա Չարաևան, որն ընդունել է Հայաստանի մարզական քաղաքացիություն։ Նրա մրցակիցն է 82-րդ ռակետ Ղազախստանի ներկայացուցիչ Յուլիա Պուտինցևան էր, որը հաղթեց 6-3 հաշվով։ Այս մրցախաղն էլ տևել է 1 ժամ եւ 37 րոպե։ Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը 246,000 եվրո էր։ Ինչպիսի տպավորիչ թվեր։ Այո։ Ես ուշադիր լսում եք, ես անուններից երկուսը գիտեի, Մբապեն եւ առաջին հորիզոնականը զբաղեցնող Մեսին։ Այո։ Մեսին դե Ռոնալդոն էլ գումարենք, հագին բան գիտենք։ Ես իրականում մեր հաղորդման շրջանակում շատ ավելի, այո, սովորել եմ, կարծում եմ 20-ից 30-ից ավել ֆուտբոլիստների եմ արդեն ճանաչում, ոչ միայն դեմքով, այլև անուններով եւ նույնիսկ թիմերով, ինչը ինձ համար հիմա գիտեմ մարզասերների համար ծիծաղելի թվեր են, բայց ինձ համար սա շատ լուրջ ձեռքբերում է։ Մենք չենք ստում, այո։ Ինչ է կատարվում Մայրաքաղաքի փողոցներում, այս պայն ունենք վթար Արամ Խաչատրյան եւ Վաղարշյան փողոցների Խաչմերուկի մոտ եւ այդ իսկ պատճառով Արամ Խաչատրյան փողոցը այս պայն երկկողմանի գեր ծանրաբեռնված է, խցանումային նիշն էլ 7 բալ է։ Շարունակում ենք եւ վայելում ենք մի կատարողի ստեղծագործ չէ, կատարում, որը ցավոք հայ երկրպագուները նաեւ, հա, մեծ թվով երկրպագուներ են ժամանել Թբիլիսի, որպեսզի վայելեն Երեքի Մարտիրոսյանի համերգը, բայց համերգը չեղարկվել է։ Բայց ոչինչ, մեր եթերում հիմա կարող ենք լսել։ Օնլայն վայելել։ Այո։ Don't
stop. Push it along, gotta be strong. Push it along, right to the top. Como Caín y Abel, es un partido cruel. Tienes que pelear por una estrella. Consigue con honor la copa del amor. Para sobrevivir y luchar por ella. Luchar por ella, luchar por ella. Do you really want Here we go, ale, ale, ale. Go, 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 ale, ale, ale. Tonight's the night, we're gonna celebrate the cup of life. Ale, ale, ale. 1, 2, 3, ole, ole, ole. 1, 2, 3, ale, ale, ale. Arriba va, el mundo está de pie. Go, 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 ale, ale, ale. Ալե, հիշեցինք 1998-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հիմնը Ռիկի Մարտինի կատարմամբ 16 տարի առաջ էր։ Այո։ Այսպես այս հիթ էր ինչ երբեմնի, բայց այսօր լավ լսվում է, ինչու ոչ։ Այո, իհարկե, իրականում աշխարհի առաջնության կարծում եմ այն տարիների հիթերը շատ ավելի մնայուն եւ հիշվող էին, քան վերջին տարիները, եւ սա կարծում եմ ոչ միայն ես, այլև մարզասերները։ Հաջողություն ենք մաղթում ամսի 19-ին ձեր երկրպագած թիմին։ Մենք արդեն երկուշաբթի սուրճուսեր առավոտիցը կլինի եթերում, ձեզ կողջունենք։ Արդեն կիմանանք թե ով է աշխարհի չեմպիոնը։ Ես էլ արդեն 1 տարով մեծացած կլինեմ։ Վաու, դուրս կշնորհավորենք քեզ։ Նախապես չի կարելի։ Դե իսկ այսօր հուլիսի 17-ի առավոտը ձեզ հետ սիրով անցկացրեցին Վեգա Անդրեասյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Մնացեք Անդրեյանի հետ, կհանդիպենք։ Something I wanna